Կարևոր է այս մասնագիտությունը թե Հայաստանի Հանրապետության համար եւ թե նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի իր ամենօրյա սրտացավ եւ անձնվեր ծառայության համար։ Ուզում եմ հարգելի գործընկերներ նաև շեշտադրել, որ խորհրդանշական այսօրը ժամեր առաջ նաև վարչապետի գլխավորությամբ բացել ենք պաշտոնապես Պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը ոչ թե պարզապես հերթական շենք է իր բովանդակությամբ, որը բացել ենք, այլ մի մեծ բովանդակություն, որը որ մեզ պիտի թույլ տա այս աշխատանքն իրականացնել նոր պայմաններում, նոր որակով եւ նաև նոր ստանդարտով։ Ինստիտուցիոնալ առումով անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին պիտի փաստեմ, որ 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ 3 հենասյունային ուղղությունները գործարկված են։ Ի լրումն Պարեկային ծառայության գործարկվել է նաև քրեական ոստիկանությունը եւ համայնքային ոստիկանությունը, ընդ որում ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ, որովհետեւ քրեական ոստիկանության դեպքում մենք նախանշել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ աշխատանքի հիմնական ֆունկցիոնալը, իսկ համայնքային ոստիկանության դեպքում շեշտը դրված է համայնքին առավել մոտ կանգնելու գործառույթի վրա, համայնքի հետ ամենօրյա աշխատանքի վրա, հետեւապես թե անչափահասների հանցավորության դեմ պայքարի հարցերն են մեր թիրախում եւ թե նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Հարգելի գործընկերներ, անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին, ես պիտի փաստեմ, որ այն այլևս Հայաստանի Հանրապետությունում արտաքին ծառայության նոր եւ ժամանակակից մոդել է իրենից ներկայացնում եւ գոյության արդեն իսկ մի քանի տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը եւ ունենք բավական տպավորիչ արդյունքներ, պիտի փաստեմ, որ թե միջազգային հարցումները, թե վիճակագրական ցուցիչների արդյունքները թույլ են տալիս մեզ նշելու, որ Հայաստանի Հանրապետությունում համեմատած նախորդ նույնիսկ տասնամյակների այսպիսի համայնքամետ ծառայություն երբեք չի գործել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեր առջև դրված նպատակադրումները, որոնք եղել են այս ծառայության գործարկման հիմքում, ամբողջովին կարելի է իրացված համարել։ Ընդ որում ես ցանկանում եմ նշել, որ 2021 թվականից մինչև 2024 թվականների ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից։ Իսկ մարզերում 29 դեպք։ Բնականաբար այս բոլոր դեպքերում պարեկային ծառայողները բերման են ենթարկել այն իրավախախտին, որը համարձակություն է ունեցել պարեկային ծառայողին առաջարկելու կաշառք։ Այս 3 հենասյունային ուղղություններով ընթացիկ տարում մենք կշարունակենք կատարելագործել մեր կարողություններն ու գիտելիքները եւ բնականաբար կապահովենք հետագա զարգացում։ Վերջին 4-րդ հենասյունային ուղղությունը ոստիկանության գվարդիան է, անցած տարի ազգային ժողովի հետ սերտ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ընդունված է օրենսդրությունը այս առումով, առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ, ընդ որում գործընկերներ, երբ որ մենք խոսում ենք ոստիկանության համակարգի մասին, որտեղ տասնյակ հազարավոր աշխատակիցների մասին ենք խոսում, շատ դժվար է ստանդարտը իմպլեմենտացնել այնպես, որ միասնական կիրառություն ունենա, բայց մենք ունենք այդ հանձնառությունը, այս ստանդարտը ի վերջո ներդնելու Հայաստանի Հանրապետությունում եւ 2025 թվականի կտրվածքով ամբողջ ջանքերն ուղղելու ենք հենց այս նպատակի իրականացմանը։ Բնականաբար պետք է արձանագրեմ, որ մեր առջև դրված հավակնոտ նպատակների իրականացման տեսանկյունից կարևոր է, թե ինչպիսի մարդկային կապիտալով, մարդկային ներուժով ենք այս ամենը իրականացնում։ Եվ այս տեսանկյունից մենք կենտրոնացել ենք ներքին գործերի նախարարության կադրային ռեսուրսի զարգացման գործընթացի վրա։ Ընթացիկ տարում ստեղծվել է արդեն իսկ ներքին գործերի նախարարության միասնական կրթահամալիրը եւ պիտի նշեմ, որ այն ունի օպտիմալ կառուցվածք, այն այլևս քաղաքացիական կառավարման է գործում ներքին գործերի նախարարության ենթակայությամբ եւ պետք է փաստել, որ ընթացս իրականացված բոլոր փոփոխությունները հետեւյալ ասպեկտով են դիտարկվում։ Մենք քննարկում ենք ոչ թե տարիների քանակը, որի շրջանակներում որ ուսումնառություն են անցնում ոստիկանները, այլ դրանց որակը։ Հետևաբար մեր կենտրոնացումն այն է, որ ավելի լավ է ունենալ շուրջ 1 տարվա ինտենսիվ, ինտերակտիվ կուրս ոստիկանության ապագա ծառայողների համար, քան 4 տարվա այնպիսի կրթություն, որը կարող է ոչ բավարար լինել ոստիկանական աշխատանքի տեսանկյունից։ Եվ հետևաբար ընթացիկ տարում մենք որակի տեսանկյունից անելու ենք լուրջ ներդրումներ, որը կենթադրի թե ենթակառուցվածքային փոփոխություններ եւ թե նաեւ բովանդակային փոփոխություններ կրթության ոլորտում։
Կարևոր է նաև թե մենք ինչպես ենք հավաքագրում մեր կադրերին, որովհետև երբ որ մենք խոսում ենք կրթության մասին, կարևոր է կրթությունից մի քայլ հետ գնալ, այսինքն հասկանալ, թե ովքեր են այն անձինք, որոնք պիտի մասը կազմում են այս կրթությանը։ Եվ հետևապես այս տարվա կտրվածքով արդեն իսկ հավաքագրման process-ը ևս լինելու է մեր թիրախում որպես առաջնային խնդիր։ Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավարար չէ, սիրելի գործընկերներ, որովհետև կարևոր է նաև նրանց պահել համակարգում, կարևոր է նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ նաև ապահովել։ Եվ արժանապատիվ վարձատրության ապահովման համատեքստում 2024 թվականին շարունակվել է ոստիկանության ծառայողների ատեստացիան։ 24 թվականի կտրվածքով ատեստավորման համար դիմել են ոստիկանության 4063 ծառայողներ, որոնցից 1031-ը հաղթահարել են ատեստավորումը։ Այսօր համակարգում, օրինակ, քրեական ոստիկանը, եթե նախկինում ստանում էր շուրջ 285,000 դրամ դրամական բավարարում, այսօր այլևս այդ թիվը կրկնապատկվել է։ Բնականաբար շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, որ այ օրինակ ոստիկանությունն է այն համակարգը, որտեղ որ պիտի աշխատավարձային նմանատիպ քաղաքականություն լիներ եւ փոփոխվեին աշխատավարձերը, հարգելի գործընկերներ, վստահաբար այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն։ Պետք է փաստեմ նաև, որ մենք կենտրոնացել ենք նաև կանանց ներգրավվածության բարձրացմանը ոստիկանության համակարգում, հաշվի առնելով այն դրական էմոցիաները, այն դրական փոփոխությունները, որոնք կարող են բերել սեռերի հավասար ներկայացվածությունը այս տեսանկյունից եւ արդեն ունեցել ենք 2 նպատակային ընդունելություն, արդեն իսկ ընթացս այս տարվա կտրվածքով եւս 1 ընդունելություն կհայտարարենք։ Գործընկերներ, չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր փոփոխությունները ըստ էության ավելի ռազմավարական են, հետևապես երկարաժամկետ process-ում պիտի տան իրենց արդյունքները, բայց մենք արդեն իսկ հասցրել ենք շատ տպավորիչ արդյունքներ գրանցել առնվազն վիճակագրական տարբեր դասիչներում։ Ինձ համար մի քանի թիվ եմ առանձնացրել եւ վստահ դա եւս ազգային ժողովում ներկայացնելու ենթակա թվեր են։ 2024 թվականին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ 1.1%-ով նվազում ենք ունեցել։ Սա թե կատարված փոփոխությունների եւ թե նաեւ մեթոդաբանական առումով մեր փոփոխությունների արդյունք է, եւ ես պիտի փաստեմ, որ օրինակ, երբ որ մենք փոխում ենք մեթոդները հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տեսանկյունից եւ ավելի շատ կենտրոնացումը տանում ենք դեպի ներմուծումը, արտադրությունը, մենք կարողանում ենք մեծ խմբաքանակների բացահայտմամբ հետագայում կանխարգելել շատ ավելի փոքր խմբաքանակների հայտնվելը շրջանառության մեջ։ Եվ 2024 թվականին առգրավվել է արդեն իսկ 426 կիլոգրամ շուրջ թմրամիջոց, որը 2023 թվականի համեմատությամբ ավելին է 202 կիլոգրամով։ Մեր կատարած աշխատանքի արդյունքում պարեկային ծառայության շատ լայն ջանքերի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են։ Գործընկերներ, եւ սա այն պայմաններում, երբ կրկնապատկվել են 2015 թվականի համադրությամբ տրանսպորտային միջոցների թիվը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք ունեցել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազում 299-ով, զոհերի թիվը նվազել է 45-ով, իսկ վիրավորներինը 420